Սամեկ թվի ազգային ժողովի արդյունքները տեսնելով ես եւ իմ ընկերները շատ հստակ հասկացանք, թե ինչ է սպասում Հայաստանին, գիտակցելով, որ ոչ մի լավատեսական ակնկալիք ունենալու հիմքեր չկա, մենք մշակեցինք մեր պլանը, մեր ռազմավարությունը, դրա շրջանակներում հիմնեցինք մարզասրահ եւ ջերմոցային տնտեսություն։ Այն ինչ սկսվել էր նրանից, որ 50 տղամարդ եկան բաց դաշտ, դատարկ դաշտ, ես սկսեցին քար հավաքել, սկզբից դարձավ 1000 քառակուսի մետրանոց ջերմոց, իսկ հիմա արդեն մի քանի հեկտար տարածք զբաղեցնող համապարփակ տնտեսություն է, որը ոչ միայն մեզ եւ մեր հարազատներին կարող ապահովի բոլոր անհրաժեշտ մթերքներով, այլ թվում նաեւ ինքնաբավ բիզնես ծրագիր է դարձել։ Վերջի 2 տարվա ընթացքում, երբ ես լուր էի, ինձ անընդհատ փողոցներում, նույնիսկ պետական հիմնարկներում, ավելի շատ կասեի պետական հիմնարկներում մարդիկ անընդհատ հարցնում էին. ուր ես կորը, ինչ ես անում, ինչ ա լինելու, ինչ անենք։ Եվ բոլորին առանց բացառության ես մի բան եմ ասել, որ ժողովուրդ ջան, ոչ մի լավ բան չի լինելու եւ շարժվեք ըստ այդմ։ Պատրաստ եղեք, որ լինելու է վատ, հետո ավելի վատ, հետո շատ ավելի վատ։ Դա է հուշում իրականությունը, փաստերը, մաթեմատիկական անալիզը, դա է հուշում։ Եվ իրադարձությունները ապագա դա ապացուցեցին։ Օրերս այս վիժվածքը հենց ասել է, որ ոչ մի զիջում չեն արել։ Հասկանում եք, եվրոպական բոլոր ԱԳՆ-ները ողջունել են իր խիզախ զիջումները, զիջումներ չէ, խիզախ զիջումները։ Ողջունել են հենց դա։ Սա էլ հելնում ասում է, ոչ մի զիջում չեմ արել։ Ոչ այն ողջունել են, հələ դրա համար վճարել են 750 միլիոն կոնկրետ։ Սա ասում է չեմ արել։ Եթե օրինակ 21 թվին ինչ-որ մեկ կարար հույսեր կապեր, ոչ մի սթափ մտածող մարդ հիմա չի կարող այդ հույսերը կապի։ Դա հնարավոր չի։ Երկրի ղեկավարը մի վիժված կա, ով կառավարում է Ադրբեջանից։ Սա մեր համար պարզ էր 21 թվին։ Մնացածիդ պետք է որ արդեն պարզ դառնար։ Ըստ այդմ մենք մեր քայլերը ձեռնարկել ենք։ Մենք պատրաստվում ենք կատաստրոֆիկ իրավիճակներին։ Ու եթե Ադրբեջանի մոտ ստացվի իրենց պլանը իրագործել, այդ կատաստրոֆան տեղի անենալու։ Եվ վերջին տարիների իրադարձությունները հուշում են, որ հələ որ իրենց մոտ ամեն ինչ ստացվել է։ Այդ թվում նաև եւ առաջին հերթին, որովհետեւ Հայաստանի մոտ ոչ մի բան չի ստացվում։ Իսկ Հայաստանի մոտ չի ստացվում, որովհետեւ Հայաստանի բնակչության մոտ չի ստացվում։ Կարելի է անverջ մեղադրել արտաքին ուժերին, ներքին ուժերին, ում ասես նախկիններին, ներկաներին, բայց փաստը մնում է փաստ։ Դա անհերքելի է։ Հայաստանի մոտ ոչ մի բան չի ստացվում։ Ֆուտբոլից սկսած, անվտանգությունից վերջացրած։ Այդ իրողությունից ելնելով կրկնում եմ, մենք մեր անելիքը տեսել ենք, արել ենք, մեր գլխի ճարը փորձել ենք գտնել։ Ընթացքում անընդհատ ասել ենք, զգուշացրել ենք։ Եվ մոտ 10 օր առաջ ես իմ ուղերձով եւս մեկ անգամ ժողովուրդ ջան, ձեզ ասեցի, ինչ է պետք անել։ Որ ինձ հարցնում եք ինչ անենք, ես դες ասել եմ ինչ անեք։ Ասել եմ պահեք հավ։ Բոստան մշակեք։ Դա ձեզ պետք է գալու։ Եթե այսքանից հետո դեռ կասկածում եք, լավ, մի հատ Արցախցու, մի հատ ձեր շրջապատում Արցախցու գտեք, հետը մի կես ժամ շփվեք։ Թող ինքը ձեզ պատմի։ Ոնց է եղել։
Ձեզ թվում է ձերը դա չի լինի։ Իրանց էլ էր թվում, որ իրանց հետ դա չի լինի։ Ընդ որում, եթե Արցախում 9 ամիս են դիմացել, ես վստահ եմ Հայաստանում մի 2 ամիս կդիմանան։ Բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Իմ վերջի ուղերձը 100,000 հոգի մարդ է դիտել, ով ինչ ասես ասել է, հիմնականում բողոքել է, որ ոչ մի հուսադրող բան չեմ ասում, կոչ չեմ անում համախմբման, բայց մեկը չի եղել, ով հարցնի լավ արջան, այդ հավը ոնց եմ պահում։ Մի հոգի ձևի համար չի եղել։ Ու դա նրանից չի, որ դուք չեք հավատում, որ այն ինչ որ ես ասում եմ լինելու է։ Ես վստահ եմ, մեծ մասը դա գոնե ենթագիտակցորեն զգում է։ Դա նրանից է, որ դուք չեք ուզում, որ լինի այն ինչ որ գիտեք, որ լինելու է։ Եվ հետևաբար ինձանից էլ պահանջում եք չասել այն ինչ որ դուք գիտեք, որ դա լինելու է։ Դուք ուզում եք լսեք այն ինչ որ դուք ուզում եք ինձանից լսել։ Ոչ թե այն ինչ որ կա։ Դուք ուզում եք, որ ես միանամ հերթական այդ քաղաքական բարրիկների մեծ բանակի հերթական անդամը դառնամ։ Ես չեմ ուզում։ Դուք ինձ հարցնում եք ինչ անել, ես ասում եմ ինչ անեք, ժողովուրդ ջան։ Դա անել չեք ուզում, հավպայել չեք ուզում, կլուբնիկ աճացնել չեք ուզում։ Okay։ Բա ինչ եք ուզում։ Ուզում եք, որ լավ լինի, լավ չի կարա լինի։ Լավ լինելու համար պետք է հստակ ծրագիր ունենաք։ Դուք դա չունեք։ Ես ձեզ իմ ծրագիրն եմ առաջարկում։ Լավը չի, okay, ավելի լավը առաջարկեք։ Չեք կարում հավպայեք, ուրիշ բան արեք։ Բայց այդ ձեր ուրիշ բանը, ուրիշ պլանը պետք է բխի իրականությունից, ոչ թե այն հեքիաթներից, որին դուք ուզում եք հավատալ։ Ինչ է նշանակում ինչ անել։ Ըստ իս ամենակարևոր բանը, որ քաղաքացին կարա անի ու պետք է անի հիմա Հայաստանում, դա ընդհանրապես վնաս տալն է մեզ օկուպացրած զորքին։ Ինչքան հնարավոր է պարտիզանական բոյ տալ։ Ես պարտիզանական բոյ տալու համար իմ հիմքերը ստեղծել եմ։ Իմ ընտանիքը սովից չի կոտորվի։ Ձեզ թվում է ես գլադիատոր եմ, դուք եք Կոլիզեում նստած եք, ես տենց պետք է կռվեմ, բոյ տամ, չգիտեմ, սրոկ գրկեմ, գնամ, նստեմ, հելնեմ, դուք եք Կոլիզեի նստած, տենց որ բութմատը ներքև վերև անեք, չէ, ժողովուրդ ջան, տենց չի։ Հա, ես բոյ կտամ, դա իմ որոշումն է։ Ու հենց որ զգամ, որ վերջս եկել է, հետս մի 10 հոգի կտանեմ, ոնց էլ լինի այն աշխարհ։ Բայց նույնիսկ վերջին պահին չեմ կզելու։ Ու ամենակարևորը, ես մատաղացու գար չեմ լինելու։ Ես չեմ սպասելու, երբ են գալու իմ հետևից։ Մինչդեռ Հայաստանի բնակչության մեծ մասը հենց դա է անում։ Նույն 21 թվականի ընտրությունները հիմա բազմաթիվ շահարկումների առարկա են դարձել, մոդայիկ այդ թեման արծածելը։ Ով ոնց ասես արծացում է, բայց ամենակարևոր փաստարկը ոչ մեկ չի քննարկում։ Իսկ 21 թվականի ընտրությունների ամենակարևոր իրադարձությունը այն էր, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրան չի մասնակցել։ Մի մասը ընտրել է Նիկոլին, մի մասը չի ընտրել Նիկոլին, իսկ ճնշող մեծամասնությունը չմասնակցելով ընտրություններին նույնպես ընտրել է Նիկոլին։ Դա մաթեմատիկական փաստ է։ Փաստ է։ Այնպես ինչպես փաստ է, որ եթե նույն իրավիճակը լինի օրինակ Գյումրիում, Նիկոլը նորից ընտրվելու է։ Ու ինքը չի ընտրվելու իր օգտին տված քվեների շնորհիվ, ոչ։ Սա իրենց վարչական ապարատ եթե կիրառեն լավ որակով տերոր անեն, 10,000 ձենից ավել իրանք չեն կարող հավաքեն։ Բայց այդ 10,000 ձենը 50% կարակազմի, եթե ընտրությանը մասնակցի 20,000 քաղաքացի։ Իսկ 20,000-ը ուղիղ այն թիվն է, որը մասնակցել է նախորդ ընտրություններին Գյումրիում։ Գյումրիում նախորդ ընտրություններին 20,000 հոգի մարդ է մասնակցել։
Մասնակցելու իրավունք ունի 110,000 հոգի, մասնակցելա 20,000։ Հիմա եթե այդ 20-ից 10-ը ընտրեց ԿՊ-ին, որը էլ եմ ասում, մաթեմատիկորեն հնարավոր է, ԿՊ-ն հաղթելու է։ Ու ստացվել է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ոչ են մասնակցել, նույնպես ընտրել են Նիկոլին։ Մինչդեռ եթե մասնակցությունը գոնե 40,000 լիներ, 10,000 արդեն ոչ թե 50%, այլ 25։ Սա պարզագույն տրամաբարությունն է, հուշում։ Չեք ուզում կռվեք, չեք ուզում նստեք, չեք ուզում հավ պահեք, բա ինչ եք ուզում, ժողովուրդ ջան։ Սրանց չեք ուզում վնաս տաք։ Սպասում եք ձեր հետևից գան։ Շուտ բարոյա հոգեբանական բաներ էին, դասեր էին ինձ տալի համախմբվելու վերաբերյալ։ Ժողովուրդ ջան, մենք համախմբվել ենք։ Այն ինչին մենք հասել ենք, մենք չենք կարողանա հասնենք, եթե համախմբված չլինեինք։ Դե սկզբից 50 հոգի էր, տարիների ընթացքում 100-ից ավել տղա է մասնակցել, եւ ոչ միայն տղա։ Բոլորի անունները չեմ էլ կարողանա տամ, բայց առանց այդ համախմբման մենք չենք կարողանա առաջ շարժվենք։ Առանց օրակարգի չենք կարողանա առաջ շարժվենք։ Ուզում եք ինչ-որ բան անեք, արեք։ Չեք ուզում ինձ լսեք, օքեյ, դուք ձեր որոշումը կայացրեք։ Բայց մի բան արեք։ Դուք չեք կարա տունը նստեք, ասեք, այս բան չեմ հասկանում։ Չգիտեմ ով է, 21 թվի ընտրություններին 30 հոգի է, 30 կուսակցություն է մասնակցել։ Դες չեք կողնորոշում ու ընտրեք։ Սպասում եք Քրիստոսը կա իջնի։ Պրակտիկան ցույց տալու որ Քրիստոսը երբ որ իջնում է, ժողովրդին խաչում է։ Դրա մասին է ավետարանը։ Այդպես է եղել, այդպես կա, այդպես է լինելու միշտ։ Ժողովուրդը միշտ Քրիստոսին խաչելու է։ Ում եք դուք սպասում, նույն Գյումրիում կա ԿՊ-ից բացի եւս 8 տեխնացու։ Այդ 9-ի մեջ չեք կարող որոշում կայացնեք։ Իսկ ես վստահ եմ չեք կարողանալու։ Դա ամենայն դեպս այդպես եք ասելու։ Իրականում, չգիտեմ, ալարելու եք։ Հավես չեք անելու։ Դրա փոխարեն ամեն անգամ, երբ որ դες իրականության մասին փաստեր են ներկայացնելու, ջղայնանալու եք, ասում եք ես հուսալքություն տարածում։ Խիչ ես համախմբվում, պետք է համախմբվել։ Համախմբվեք։ Քանի գյումրեցի Երևանից ելնելու, ես Կիրակի օրը գնալու է քվեարկի։ Ընդ որում ասում եմ կապ չունի ում։ Այնքան որ մասնակցությունը լինի բարձր։ Այդ պարագայում ձեր չկան, սրանք հաղթեն։ Դա չի նշանակում, որ Հայաստանը փրկվել է, ոչ։ Հայաստանը այս քաքի մեջ է, որ մի հատ Գյումրիով դա չես փրկի։ Դա նշանակում է դու քո թշնամուն վնաս ես տվել։ Որտեղ կարացել ես տվել ես։ Էսա ռազմավարությունը, էսա պլանը։ Թե ավելի լավ պլան կա, խնդրում եմ, ասեք, ցույց տվեք ինձ։ Թե չկա, ուրեմն պետք է անենք։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Այո, այս երկիրը օկուպացված է եւ այո, այս պահին դուք չեք կարող դա ազատել։ Բայց նստել սպասել, թե երբ են ձեր հետևից գալու, դրա իմաստը որն է։